Բայլուս ժողովուրդ ջան, ընտրություններն ավարտվել են, նախնական տվյալները քիչ առաջ ամփոփվեցին, խորհրդարան են անցնում 3 ուժեր՝ Նիկոլ Փաշինյանի, Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, պարզեց, որ Գագիկ Ծառուկյանի ուժը ԲՀԿ-ն չի անցել խորհրդարան եւ չեն անցել մնացած բոլոր ուժերը չեն անցել խորհրդարան մասնակից, այդ թվում մենք։ Ես տեքստ ունեմ պատրաստած եւ ուզում եմ այս ուղերձով դիմել մեր ժողովրդին, տեքստը կկարդամ, նաեւ ընթացքում իմ մեկնաբանությունները կանեմ, որովհետեւ չենք քնել գիշերը եւ քանի օր էլ չենք քնել, մի ամիս չենք քնել լավ։ Դա համար տեքստով եմ, տեքստ եմ գրել, որ բան չմոռանամ ասեմ։ Նախ ուզում եմ ասեմ, որ շնորհակալ ենք հազարավոր մարդկանց, ովքեր գնացել են ընտրական տեղամասեր եւ մասնակցել են ընտրություններին։ Ընտրությունների բարձր մասնակցության մեջ մենք ունենք ներդրում, ակտիվացրել ենք ընտրողին։ Հաջորդ հանգամանքը. շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գնացել են ընտրական տեղամաս եւ իրենց ձայնը տվել են Լուսավոր Հայաստան կուսակցությանը թիվ 19 քվեաթերթիկին։ Մեր ուղերձը ձեզ մեկն է, սիրելի հայրենակիցներ, դուք ընտրել եք քաղաքական միտքը, քաղաքական խոսքը, պարլամենտարիզմի հույսը, արժեում փոփոխություններ ու հակակշիռներ ունենալու ճանապարհը։ Դուք ընտրել եք մեզ որպես իշխանությանը հաշվետու պահող անխոցելի ընդդիմություն։ Նաև դրա համար են շատերը ընտրել, մտածել են, որ Նիկոլը հաղթում է, գոնե մեզ ձայն տան։ Դուք մտածելու բան չունեք, սիրելի հայրենակիցներ, ձեր ընտրության համար երբեք չեք փոշմանելու։ Եվ ուզում եմ նաև ասել, որ բազմաթիվ նամակներ եմ ստանում հիմա, բազմաթիվ, որոնցում մարդիկ ասում են, վայ շատ ցավում ենք ձեր համար, այսինչ ահավոր արդյունքներ են, ուզում եմ ձեզ ասել, որ մենք լավ ենք, ժողովուրդ, մենք շատ լավ ենք, ֆիզիկապես, հոգեբանորեն լավ ենք մենք, մեր ամբողջ թիմը բոլորը աշխատանք ունեն, բոլոր արձակուրդ էին վերցրել, մասնակցում են ընտրություններին։ Մենք ժողովրդի հաշվին ապրելու հարց չենք լուծել ընտրություններով երբեք։ Սա հաջողակ մարդկանց, երջանիկ մարդկանց թիմը։ Իրենք իրենց երջանիկ հաջողակ կյանքը դրել են ժողովրդին ծառայելու համար։ Ժողովուրդը որոշում է, ուզում է իրան ծառայեն, կծառայենք, չի ուզում չենք ծառայի։ Եվ մեզ գրել, որ վայ ինչ ահավոր բան եղավ ձեր համար, մեր համար որևէ ահավոր բան չի եղել։ Մենք շատ լավ ենք ժողովուրդ, մենք չունենք խնդիր։ Մեր անձնական կյանքի իմաստով։ Մենք խնդիր ունենք որպես պետություն, որպես հասարակություն, որպես երկիր, եւ այդ խնդիրների լուծումները ձեզ ներկայացնենք ամբողջ կառավարշավին։ Մենք անձնապես խնդիր չունենք, շնորհակալ եմ ամեն դեպքում այս նամակների համար նույնպես։ Ես ուզում եմ ասել, որ քաղաքական լուծումներ չեն գտնվելու մեր խնդիրներին։ Քաղաքական համակարգը չի առողջանալու եւ երկիրն ավելի է մխրճվելու 3-րդ ժամկետով կառավարման ավտորիտար մղձավանջի մեջ։ Նիկոլ Փաշինյանին ոչ մի բան չի կանգնացնելու։ Ինքը ոչ մի տորմուզ չունի։ Խորհրդարանական են ուժերը, որոնք խորհրդանում են, նրանք խորհրդանում ոչ մի բան չեն կարողանալու անել։ Ոչ մի բան։ Ընտրությունների լեգիտիմության ու ընտրախախտումների մասին։ Զանգվածային ընտրախախտումներին մինչև ընտրությունների սկսելը, քարոզարշավը։ Անհամաչափ լուսաբանում ՀՄԵԿ-ի արշավներ մեր դեմ, կեղտոտ ագույն, ամենակեղտոտ արշավները մեր դեմ արվել է ՀՄԵԿ-ով։ Ամեն թեկնածու 2 եթեր գոնե ստանում էր Պետրոս Ղազարյանի մոտ։ Ես մի եթեր եմ ստացել։ Բանավեճերի ժամանակ մեր խոսացողներին անդադար չէին թողում խոսել, այդ թվում վերջում ինձ ամեն ինչ արել են, որ մեզ խանգարեն, օքեյ, խանգարել են, բոլորի աչքի առաջ ա եղել։ Ուզում եմ ասել հետեւյալը, որ այս հակաքարոզչությամբ եւ ռեսուրսների այս անհամաչափ ներդրված եղել է անհամաչափ, անհավասար ընտրական պայքար։ Այդ պայքարում մենք մինիմալ, այն ամենամինիմալ ռեսուրսներով ենք հանդես եկել։ Որովհետեւ մենք ինքներս ենք ֆինանսավորում մեր քարոզարշավը, մեր աշխատավարձերից, մեր տնտեսումներից, մեր բոլոր թիմակիցները։ Հաջորդը, այս ընտրությունների լեգիտիմությունը ճանաչելու առաջնային լծակը տրված է խորհրդարան անցած ուժերին, այսինքն Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի ուժերին։ Այդ երկուսն են անցել խորհրդարան։ Այս պայն, տենց ասում կան։ Նրանք հանձնաժողովներում ունեցել են հանձնաժողովի անդամներ եւ իրենք գիտեն, թե տեղի ունեցած կեղծիքների ծավալներն ինչքան են։ Մենք հանձնաժողովի անդամ չունենք, իրանք են պրոտոկոլ ստորագրող։ Եթե այժմ անցած ուժերը վերցնեն պատգամավորական մանդատներ եւ գնան ազգային ժողով, ապա ընտրությունները կամարվեն լեգիտիմ եւ դրանով կարող ենք այս շրջափուլը համարել փակված, խոսքը գնում է այս խորհրդարանական ընտրությունների։ Ինչու եմ ասում իրենք ունեն հանձնաժողով անդամներ, որովհետեւ հանձնաժողովների անդամներ ունեն Ռոբերտ Քոչարյանը, որպես Հայաստան դաշինք, եւ Սերժ Սարգսյանը, որպես պատիվ ունեմ դաշինք։ Եվ այդ ռեսուրսը դրված է եղել ընդդիմադիր այդ ուժերի համար։ Իրենք ունեցել են հանձնաժողովներում տեղեր։ Եվ իրենք կարող են ասել ինչ ա եղել։ Ըստ էության խորհրդարանում այս պահին
Մեր ժողովուրդը ձայնա տվել էլի Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին, այս պարագայում նաև Սամվել Կարապետյանին, նաև падգամավորներ ունենալու Սերժ Սարգսյանը։ Այստեղ բան չունենք, դե Գագիկ Ծառուկյանը չի անցել։ Երբ որ թիմերը կմտնեն պարլամենտ, դուք կտեսնեք, որ ունենալու են, որովհետև Սերժ Սարգսյանն նաև հայտարարել էր, որ իրենք անմիջականորեն չեն մասնակցում, անուղղակի են մասնակցում ընտրություններին եւ ունենալու են падգամավորներ։ Այսինքն մեր ժողովուրդը էլի ձայները բաշխել է այդ կերպ, ոնց որ 21 թվականին։ Պլյուս մինուս սա 21 թվականն է, բևեռացված քվեարկություն։ Ես ուզում եմ ասել, որ շատերը խոսում են սահմանադրական մեծամասնություն չունենալու մասին, որ Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, ես դեռ չեմ տեսնում մանդատների բաշխումը, չգիտեմ։ Բայց անգամ եթե չունի ժողովուրդը, դա ինչի վրա է ուրախանում։ Ցանկացած հարց որ բերեն խորհրդարան, որի համար կարելի լինի սահմանական մեծամասնություն, դատավորի ընտրել կլինի, սահմանություն փոխել կլինի։ Ընդդիմադիր ֆրակցիաներից ինչ որ падգամավորներ դառնալու են այդ պահին նիկոլական ու քվեարկելու են։ Որտեվ լիքը խոցելի մարդ կա, որ անցել է խորհրդարան, լիքը ծայրահեղ խոցելիություններ, այդ մարդիկ չեն կարող կանեն այդ համակարգի դեմ։ Ուղղակի չեն կարող կանեն։ Ով է այդ մարդկանց ընդգրկե ցուցակ, հարցերը կտակ բանին, Սամվել Կարապետյանին, եթե կլինի Քոչարյանի մոտ էլ նաև Քոչարյանին։ Մենք այդտեղ բան չունենք։ Այդ առումով որևէ պատասխանատվություն չունենք, չգիտենք։ Իրանք գիտեն, իրանք են կազմել իրանց ցուցակները։ Մյուս հանգամանքը ես ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդը մեծ հաշվով քվեարկել է քաղաքական անապատի համար, որովհետև ինչ որ տեղի ունեցել, սա քաղաքական անապատ է։ Այն ինչ խորհրդարան ունեցեն, դրանից վատն է լինելու այս խորհրդարանը։ Քաղաքական անապատ է սա։ Դեգրադացիայի վերջի աստիճանն է։ Ու հանկարծ չմտածեք, որ մենք չենք անցել դրա մասին, բացարձակ։ Ուրիշ ուժեր կարող են անցնել, ովքեր քաղաքական միտք ունեն, ոչ մեկ չի անցել։ Եվ այդ քաղաքական անապատի մեջ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրները, այն մարտահրավերները, որ մենք ունենք, չեն լուծվելու։ Ֆունդամենտալ խնդիրների առաջ է կանգնած երկիրը։ Մենք դրանց լուծումների մասին խոսել ենք ժողովուրդ ձեր հետ։ Մենք խոսել ենք ձեր հետ։ Մենք ձեզ ներկայացրել ենք։ Եվ վերջին ինչ որ մեզ ասում են, վայ, ինչ վատ է, ժողովուրդ քաղաքականությունն ի՞նչ է։ Մենք մտնում ենք process-ի մեջ, չէ՞։ Մենք մտանք process-ի մեջ։ Մենք ձեզ ներկայացնում ենք առաջարկ։ Սա առաջարկ է։ Եկել ենք ձեզ ծառայենք։ Ծառայության առաջարկը սա է։ Կանենք ես, կանենք են, կանենք են, կանենք են։ Դուք որոշում եք, ուզում եք ձեզ ծառայեն այդ մարդիկ, չեք ուզում, չեք որոշում, չեն ծառայում։ Վերջ։ Վերջ։ Այսինքն այդտեղ բան չկա, ինչ որ ես իլյուզիաներով մենք չենք ապրել, չենք ապրում։ Անգիր գիտեինք արդյունքները, բացատրել ենք ընդդիմադիր ուժերին, ոնց է պետք համախմբել, ոնց է պետք մեկ ցուցակով մասնակցել, անձնական էգոիզմով, որ չեմ մենք ենք, մենք կրած ենք, մենք հաղթել ենք, ջարդը փշրել ենք արդեն, բան, տենց գնացել են այս process-ին։ Գնացել են այս process-ին։ Այլանդակ հակոքրոշությունը մեր դեմ իրականացվում, ոչ միայն իշխանության կողմից, այլ նաև այսպես կոչված խոշոր ուժերի։ Անուղղակի ինչ որ sense բաներով, sense տակից, sense բամբասանքներով, շտաբերով բանով, ամեն ինչ արվել է։ Okay, վայելեք, խնդրեմ, ձեր արածը, որովհետև մենք 1000 անգամ բացատրեցինք, որ եթե անգամ 3 ուժ էլ անցնեն իրար հետ, հիմա 3 ընդդիմադիր չեն անցել ըստ էության, չեն հաղթում Նիկոլ Փաշինյանին։ Պետք է անցնի 4-րդ, 5-րդ ուժ։ Իրենք սկսեցին բան անել, հարվածել իրենցից փոքր ռեսուրսներով ուժերին, քաղաքական մտքով չէ փոքր, ռեսուրսներով փոքր։ Այդ ուժերին խանգարեցին, այդ ուժերին անցնեն։ Okay, դուք եք անցեք, բան արեք։ Հաղթեք, կրեք, ընտրեք վարչապետ։ Մյուս հանգամանքը, որ էլի նշում եմ արել, որ ինչա լինելու։ Ժողովուրդ անդադար ասել եմ, այդ որ գլուխները տնկված գնում ենք պարլամենտ, sense դրոշով։ Պետք է իմանաք, որ գնում եք Տիգրանաշենի հարց կա դրած։ Այլ հարցեր կան դրած, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանը անկլավ չունի, բայց քննարկում են, որ տան։ Այդ հարցերը դրված են։ Այդ հարցերի լուծումները, դրա դեմ կռիվ տալը, այդ Ալիևի գրած խաղաղության համաձայնագրի տեքստի վավերացումը, սահմանությունը փոխելը, չեք պատկերացնում ինչքան հարցեր կան, հայ-ռուսական հարաբերություններ, թրիփը, այս սա հարցերը սեղանին դրված են, տենց գնում ենք, գնացել եք, տենց զբաղվեք այդ հարցերով, դենա ինչ եք անելու։ Ես չգիտեմ մանդատները վերցնելու են թե չէ, բայց 99.9% վստահ եմ, որ մանդատները վերցնելու են, որտեղ ես 21 թիվ եմ տեսել։ Որ մենք գնում ենք ներսում պայքար ենք բան։ Ինչև է տենց ինչ որ բաներ, բան, օքեյ, հա պայքար եք։ Քաղաքական անապատը այլևս իրողություն է։ Այլևս իրողություն է։ Քաղաքական խոսքի, մտքի սով է լինելու։ Եվ մենք ուզում ենք մեր հետևորդներին ասել, որ ժողովուրդ ջան, մենք ձեզ խոսք ենք տվել, որ մենք
անկախ ընտրությունների արդյունքներից մնալու են քաղաքականության մեջ։ Բազմաթիվ ուժեր, ովքեր 3 առաջի օրն էին իրենց թղթերը առել, ասենք թե տարբեր մարդկանցից ԵՄՏ process-ի մեջ, նրանք չեն լինելու քաղաքականության մեջ։ Մենք լինելու ենք քաղաքականության մեջ, նրանք չեն լինելու։ Նրանք լուծումներ չեն առաջարկելու, չեն ոչ մի բանով, գաստրալյորի պես գալիս են 21 թվին են եկել։ Ու էլի գնում են, վերջ է տալնելու։ Եվ մենք մեր հետևորդներին ասում ենք, որ մենք դուք մեզ եք հավատարիմ, մենք ձեզ ենք հավատարիմ։ Մենք լսել ենք ձեր ձայնը, մենք տեսել ենք, որ դուք գնացել եք ընտրական տեղամասեր։ Մենք դրա համար շնորհակալ ենք ու էլի պնդում ենք, որ ոչ մի վարքյան դուք դրա համար չեք փոշմանելու։ Մնացած process-ների մասով ժողովուրդ ջան, հիմա սկսելու են սա իրար քննադատել, ժողովրդին քննադատել, իրար ուտել, ինչ ասել, բան ժողովուրդ մի բան պետք է հասկանալ։ Ժողովրդի մի մեծ մաս, 690,000-ի կարգի ձայնատար Նիկոլ Փաշինյանը։ Մտածում է, որ ամեն ինչ լավ է։ Եվ դրա հետ, այդ process-ի հետ հաշվի նստել է պետք։ Հասկանում եք։ Երբ որ մարդը մտածում որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, դուք գնում եք իրենց մեկ վատ է, բան դու կործանվում ես, բան, այդ մարդը մոտ հակառակցիա առաջանում։ Կամ այն հոլովակները, որ սարքվում էին ադրբեջանական բան, հակառակցիա առաջացնում։ Այն տեխնոլոգիաները, որոնք դրել են շրջանության մեջ խոշոր ուժերը, դրանք խայտարակություն է եղել։ Մեկը մեկից խայտարակություն։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը մսկիթ ցույց տալը, ադրբեջանցիների գալը արդեն ստեղ տեղում։ Այդ տեխնոլոգիաները 21 թվին իրականացվել են։ Ուղղակի որ այս քարոզարշավի ժամանակ դասերի պետք է ասեին, նա խանգարում է խոշոր ուժերին անցնեն, խանգարում է, նրանք արդեն հաղթում էին, բա այդ մոնը խանգարեց Կարպիսի։ Դա համար ասենք լավ ախպեր, ձեն չանենք, դուք ձեր քարոզարշավը գիտեք, մենք մեն անում ենք։ Բայց չէ, եղբայր, ինչ արել եք սխալ եք արել։ Ինչ արել եք սխալ եք արել։ Առաջի վարքյանից ինչ արել եք սխալ եք արել։ Ոնց ասեմ։ Այդ ծայրից ծայր ենքան շատ է օգտագործել, չեմ ասում ծայրից ծայր։ Բայց ասենք ոնց կարելի է, էլի, ասենք, օքեյ։ Վախի կառավարման դաշտը Նիկոլ Փաշինյանի մոնոպոլիան է։ Եվ ընդդիմությունը չպետք է մտնի վախի կառավարման դաշտ։ Ընդդիմությունը մտել էր վախի կառավարման դաշտ, ուզում էր մարդկանց վախով բերել տեղամաս օրյանց ընտրել։ Արա չէ, էլի նյետ։ Մարդիկ եկան ընտրական տեղամաս 100,000 ավել ման։ Ու ինչ արին ընտրին Նիկոլ Փաշինյանին այդ վախի կառավարման դաշտում։ Ինչքան ոնց կեղծիքներ բան բնականաբար եղել է։ Բայց հաշվի նստում եք այդ 690,000 մարդու հետ, թե չեք նստում։ Մենք հաշվի ենք նստում, մենք գիտենք տեսել ենք այդ մարդկանց։ Մենք այդ մարդկանց տեսել ենք գյուղ, քաղաք, տնետուն, մեր հարևանության մեջ բոլոր տեղերում այդ մարդկանց մենք տեսել ենք։ Մենք չկա բան անենք, ջայլամի պես գլուխներս մտցնենք հողի մեջ, ասենք չկան։ Չունի Նիկոլ Փաշինյան աջակիցներ։ Ընդդիմադիր գործիչներ կան եւ էքսպերտներ։ Մի տարի ասում են Նիկոլ Փաշինյանը ձայն չունի։ Մի հատ եթերում ասի 500,000-ի կարգի ձայն ունի, ինչ ատակայի տակ է եկել։ Արա մարդկանց չի կարելի խաբել։ Արա անդադար խաբում եք մարդկանց, ուզում եք ձեզ ընտրեն։ Ուզում եք դուք ճիշտ դուզ գաք։ Խաբում եք մարդկանց անդադար։ Որ մարդը տենում ասում է, եթե Նիկոլ Փաշինյանը ձայն չունի, ինչ խնդիր կա, կկրեք, էլի գնացեք կրեք։ Էլի մեր շնորհիվ էլի ինքան բան արին, որ ակտիվացավ, այսքան մարդ եկավ տեղամաս։ Եվ այդ մարդիկ էլ մտածում էին, այդքան արշավ կար փոքր ու միջին ուժերի դեմ, որ դուք կփոշիացնեք բան, ձայնը կոնսոլիդացրեցին խոշոր ուժերի վրա։ Okay, կոնսոլիդացրեցին։ Բայց 1000 ձևի բացատրեցինք, չէ՞, խոշոր ուժերին էլ նրանց էլ, որ այ ախպեջան այդ 3-ով չեն կարա Նիկոլին կրեն։ Հիմա պարզվեց 3-ով են, 2-ով են։ Երրորդ ուժը չանցավ պաստորեն, բայական։ Հիմա Նիկոլն ինչ ասում, ասում է քրեաօլիգարխիայի վերջը, մինչև վերջ տալու է, մարավոտվա լայվերը, բաները իրաց թիմի դրա մասին է։ Ինչա լինելու, մի ասեմ ինչա լինելու։ Բոլորին բռնելու են, բոլորին։ Ում խափանման միջոցը տնային կալանքա գնալու է բանդ։ Ումը դեռ տնային կալանք չի, տնային կալանք կլինի։ Ումը վարչական վերահսկողությունն է ուղակի բանով, բանա գալիս, մինչև 10-10-ին տունա գնում, նարը տնային կալանք կդառնա։ Մեծ մասը կգնա բանդ, մեծ մասը։ Էս առնելու։ Եվ քանի որ սկսելու է այս արշավը անցած ընդդիմադիր ուժերի դեմ։ Ընդդիմադիր անցած ուժերը սկսելու են պաշտպանվել, չէ՞։ Պաշտպանվելու են այդ կռվի մեջ Հայաստանի խնդիրներով չեն զբաղվելու, ոչ մեկ Հայաստանի խնդիրներով չի զբաղվելու։ Այդ խնդիրները մնալու է եսի մուր, Ալիևի մոտ։ Այս ընտրություններում Թոֆիկ Զուլֆուգարովը, Ադրբեջանի նախկին ԱԳՆ փոխնախարար, որ Ալիևի հիմնական խոսափողներից է, շնորհավորել Ադրբեջանի ժողովրդին։ Շնորհավորել է ժողովուրդ ջան։ Ամ բացեմ ցույց տամ ձեզ։ Շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին եւ ինչա ասել Թոֆիկը։
Поздравляю граждан Азербайджана с тем, что железный кулак за 5 лет излечил около 57% граждан Армении от политической шизофрении под названием Миацум. Надо продолжить процесс излечения. Այսինքն Ադրբեջանում կարծում եմ, որ Հայաստանի ժողովրդին բուժել են, հասկանում եք, մեզ բուժում են Ադրբեջանից։ Դուք օքեյ եք դրա հետ։ Ես որ մենակ էլ մնամ, ինձ ասում են, բայ, բան արա, քիչ ձենեք տարեք, այ քոարա, ժողովուրդ։ Մենք խնդիր չունենք։ Մենք մեր կյանքը ջահել երիտասարդ։ Դրել ենք զոհասեղանին, ասել ենք, ուզում ենք ձեզ ծառայենք, պատրաստ ենք։ Դուք ուզեցել եք ծառայենք, չենք ծառայել։ Երբ ուզեցել եք ծառայել ենք։ Հիմա քաղաքական ամբողջ միտքը եւ ամբողջ պոտենցիալը մնացել է խորհրդանից դուրս։ Արտա խորհրդանական կյանքում խորհրդանում քաղաքական պոտենցիալ չկա, զրոյա քաղաքական պոտենցիալը խորհրդանի։ Այդ այնս թոֆիկը թողե շնորհավորի դուք էլ բան արեք։ Մարդիկ ասում են բուժել ենք այս ժողովրդին։ Սրա մասին ենք այդքան բացատրում։ Եվ այո, ժողովրդի մի մեծ մաս ինքը երջանիկ է։ Դիմադիր ուժը չեն ուզում հաշվին ստեմ այդ մարդկանց հետ, որ այդ մարդիկ երջանիկ են ախպեր։ Երջանիկ են այս լուծումներով, առաջինը, երկրորդը, չեն ուզում նախկինները հետ գան, 600,000 անգամ բացատրեցինք, որ մի մտեք, մի մասնակցեք, մի մտեք, թողեք դաշտը փոխվի։ Չթողիկ ախպեր ջանը։ Հիմա շարունակվելու ավտորիտար, ավելի ավտորիտար դառնալու, ավելի ավտորիտար լինելու, քան կար, խոսքի ազատություն, մամուլ, բան, մոռացեք։ Եվ ես ընդդիմադիր ուժերը սկսել են իրանք իրանց պաշտպանել ու էլի եմ ասում 21 TV-ի շարունակությունը 21-ից 26 դարավ 26-ից 31 ես կանխատեսում եմ որ առաջիկա 2 տարին լինելու է խորը փոփոխությունների ժամանակ մինչև 31 TV չի ձգելու այս քաղաքական համակարգը չի ձգելու կարող է սխալվեմ բայց ես տեսնում եմ որ վակումը այն ինչ որ հիմա առաջացել է այն բերելու է պայթյունի քաղաքական անապատը որտեղ ժողովուրդը գնում է օազիս չի լինելու որ ջուր խմի օազիս չկա դա բերելու է պայթյունի քաղաքական ես հիշում եմ 17 թիվը ոնց է Սերժ Սարգսյանը հաղթել ու հետո ինչ ա եղել մեկ տարի անց եւ սիրելի հայրենակիցներ ուզում եմ ձեզ ասել որ մեծ հաշվով այս արձանագրումները կարևոր են, այս ռեֆլեքսիան կարևոր է, որ մենք անենք, եւ մենք շարունակենք անել, սա վերջին ռեֆլեքսիան չի, որովհետեւ շատ-շատերն են սպասում մեր խոսքին եւ պետք է խոսել այս մասով, բայց իմացեք, որ մենք կանք քաղաքական իմաստով, մեր խոսքը իր ազդեցությունը ունի, անկախ ստացած ձայների թվից մեր խոսքը իր ազդեցությունը ունի, քաղաքական օրակարգ ձևավորելու առումով ունի, բնականաբար եւ ձևավորելու եւ ձևավորում ենք եւ ձևավորել ենք եւ ելի ենք ձևավորելու եւ մնացածը ես այդ բոլոր նամակների համար շնորհակալ եմ եւ ուզում եմ ելի ասել, որ մենք մեզ շատ լավ ենք զգում, ուղղակի շատ հոգնած ենք քարոզարշավից, կհանգստանանք, կվերականգնվենք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Լավ մնացեք ու տարածեք, որ մարդիկ դիտեն։